Հանրային ռադիոյի ուղիղ եթերում վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիոլսողներ, Հանրային ռադիոյի կայքեջում ու նաև Facebook-յան հարթակում այս պահին մեզ դիտողներ։ Մատենադարանը շուտով կունենա իր կանաչ ճեմուղին։ Սա պարզապես բարեկարգում չէ, այլ միջգիտակարգային մեծ աշխատանքի արդյունք, որտեղ արվեստագետները, բուսաբաններն ու քաղաքային պլանավորողները փորձել են գտնել մեկ հարցի պատասխան. ինչպես պետք է շնչի թանգարանային տարածքը քաղաքի սրտում։ Մենք այսօր կփորձենք քննարկել այգ է բացվում Մատենադարանի այգու տեսլականը խորագրով բացառիկ նախագիծը, որի ցուցադրությունն օրերս բացվեց Մատենադարանում եւ որը միավորել է 39 մասնագետի, ստեղծելու ոչ միայն կանաչապատ տարածք, այլև հոգեվոր ու մշակութային երկխոսության միջավայր, այսպես ասած, եւ թե ինչ տեսլականներ են ծնվել այս համաստեղծական աշխատարանի արդյունքում, ինչպես է ապագա այգին կապվելու հանրային տարածքների հետ, զրուցելու եմ նախագծի հեղինակների եւ սիրով ներկայացնեմ իմ զրուցակիցներին Նայիրի Խաչատուրյան, նախագծի ղեկավար համադրող եւ նաեւ Armenia Tree Project ռազմավարական գործընկերությունների եւ ազդեցության հարցերով տնօրեն Մարինա Մխիթարյան։ Շնորհակալություն համար։ Մենք նախնական մեր զրույցում այսպես քննարկում էինք, խոսում էինք եւ առաջին հարցը, որը շատ կարեւոր էր անձամբ ինձ համար ու նաեւ բոլորիս համար կարծում եմ, մենք չհիշեցինք Հայաստանում նմանատիպ նախագծեր, որտեղ որ կարևորվեն մի շարք ոլորտների աշխատանք եւ համագործակցություն, ինչու ընտրվեց հենց այս բազմաշերտ մոդելը սովորական օրինակ նախագծման փոխարեն։ Եթե սկսենք սրանից։ Չէ, եղել են իհարկե, բարի օր ձեզ, շնորհակալություն շատ հրավերի համար, եղել են անշուշտ մասնակցային նախագծման օրինակներ, մի քանի կազմակերպություններ Հայաստանում սա նույնիսկ որպես մոդել են վերցրել, այսինքն հանրային տարածքը, հանրային միջավայր դարձնելու ճանապարհին անպայման պետք է տարբեր ձայներ լսել։ Այս դեպքում առանձնահատուկ կարևորություն ուներ դա, որովհետև Մատենադարանը պարզապես թանգարան չի, սա եւ էմոցիոնալ առումով եւ իր հանրային նշանակությամբ, մշակութային նշանակությամբ բացառիկ դեր ունեցող կառույց է։ Եվ ուզում ենք, երբ որ Մատենադարանի կանաչ տարածքի մասին ենք մտածում, պարզապես մի ճարտարապետ չմտածեր, կամ մի քաղաքաշինարար չմտածեր, կամ մի բուսաբան չմտածեր, այլ լիներ այդ մասնակցային մոտեցումը, բոլոր տեսակետների ներառումը, եւ դա նաեւ այնքանով էր կարեւոր, որ ի վերջո այս նախագիծը պետք է ընկալելի ու ընդունելի լիներ։ Մենք տեսել ենք բազմաթիվ նախագծեր, հատկապես քաղաքաշինության ոլորտում, որոնք էսթետիկական առումով կամ մասնագիտական ճարտարապետի ընկալումով երբեմն նույնիսկ անթերին մոտ են, այնքան լավն են, բայց չեն ընկալվում։ Պարզապես այդ ընկալումը եւ ընդունելությունը չի լինում հասարակության կողմից։ Մենք այս ճանապարհին փորձում ենք մեղմել, այդ անկյունները մեղմել եւ հասարակությունը կամ մասնագետներին հենց սկզբից բերել քննարկման դաշտ, հույս ունենք, որ այնուհետև այգին, քանի որ ինքը գիտեք, մի տարվա կամ մի տասնամյակի պրոդուկտ չի, ինքը բազմաթիվ տարիներով եւ շարունակական արդյունք է, ուզում ենք, որ այդ ընթացքում նաեւ հանրությունը անընդհատ ներգրավված լինի։ Իսկ հետաքրքիր է ինչպես մեկ ընդհանուր այսպես հայտարարի բերվեց 39 ոլորտների եւ մասնագետների տեսակետները։ Դա արդեն ահա կոլեկտիվի շնորհքն էր, որովհետև իսկապես շատ գեղեցիկ մեթոդաբանություն դրվեց։ Մենք բազմաթիվ համաստեղծման կամ մասնակցային նախագծման քննարկումների ենք եղել։ Այս մեկը շատ առանձնահատուկ էր նրանով, որ հիմքում դրված էին արժեքները, էսթետիկան, ոչ միայն մարդկանց փորձառությունը, այսինքն ոչ միայն նայում ենք օրինակ տարեց մարդը, տարբեր սեգմենտները, մանկասահլակով կինը ինչպես կմտնի այգի կամ ինչ փորձառություն կունենա այգուց, այլ նաև նայում ենք դրա հիմքում ինչ է, այն բոլոր արժեքաբանական ուղիները, որով մարդը անցնելու է, կամ այն բոլոր ակնկալիքները, որը մարդը ունենում է ստանալով Մատենադարանի ֆանտաստիկ փորձառությունը եւ շարունակելով այդ փորձառությունը այգում, ահա կոլեկտիվը ուղղակի կարծում եմ բացառիկ գործընկեր էր այդ առումով, որովհետև այդ բոլոր տեսանկյունները բերեցին եւ համադրում իրականացավ, Նայիրին կպատմի արդեն ինչպես։ Խնդրեմ։ Հետաքրքիր է ինչ մասնակցություն ունեցաք դուք։
Սա ձեզ համար կարծեմ էլի նոր ինչ-որ մի բան է։ Դե ճիշտն ասած յուրաքանչյուր համադրողական նախագիծ, որ ես վերջի 10 տարվա մեջ արել եմ, միշտ փորձել եմ միջգիտակարգային ձևով անել, այսինքն նույնիսկ եթե ժամանակից արվեստի նախագծեր են, միշտ ես փորձել եմ տարբեր գիտնականների, հետազոտողների, լինի դա մշակութաբան, լինի դա պատմաբան կամ ճարտարապետ, լեզվաբան, երաժշտագետ, ընդգրկել տվյալ արվեստի, տվյալ կոնտեքստին առնչվելու, հետազոտելու եւ իր դիտանկյունով լրացնելու այն նոր խոսույթները, որ ձևավորվում է տվյալ ցուցադրության միջոցով։ Այսինքն վերջի խոշոր նախագծերից դա Վերիշենի գյուղում արված նախագիծներ, որ կարծեմ ձեզ մոտ նույնպես հյուրեկանք եւ նույնպես պատմաբան կար Գորիսից, ճարտարապետ կար Երևանից, մշակութաբան կար Օքսֆորդից։ Բայց այս դեպքը տարբեր է, քանի որ մենք խոսում ենք հանրային տարածքի մասին եւ այգու մասին։ Եվ կարծում եմ մենք ընդհանրապես այգիների շուրջ դեռ խոսույթ չի ձևավորվել, այսինքն կանանչապատում եզրույթը ավելի է օգտագործվում, բայց այգին դա մշակութային արտահայտություն է։ Դա պուրակ չէ։ Դա մարդու եւ բնության փոխհարաբերության ամենից կարևոր դրսևորումներից է։ Եվ գիտենք, որ աշխարհով մեկ Ֆրանսիայում, Անգլիայում, Պարսկաստանում, Ճապոնիայում շատ տարբեր այգու դրսևորումներ կան, մշակութային դրսևորումներ, եւ կարծում եմ քանի որ նախ եւ առաջ մատենարանի տարածքում է արվում, կարեւոր է որ այս մշակութային դիտակետը հիմքում լինի, թե այգին ինչպես ենք նախագծելու։ Երբ սկսեցինք համագործակցել Armenia Tree Project-ի հետ, մտածում էինք, որ փորձենք այն մասնակիցներին, որ ընտրելու ենք, ներկայացնեն թե տարբեր սերունդներ, այսինքն երիտասարդ սերունդին նույնպես պետք է ընդգրկել, ոչ թե միայն ավագ սերունդը, որ բավականին մեծ փորձ ունի, սփյուռքածին, որ Հայաստանին ապրում, կամ դե հայաստանացին մասնագետների եւ անշուշտ շատ տարբեր ոլորտների։ Ընդհանրապես, երբ որ մասնակցային է լինում, կան տարբեր ոլորտներ, բայց բավականին սահմանափակ է։ Հիմա փորձեցինք ոչ միայն այո ճարտարապետների, բուսաբանների, քաղաքային պլանավորման մեջ, ընդգրկված ներկայացուցիչների, Երևան քաղաքապետարանի, այլ նաև իրոք արվեստագետների եւ գիտնականների, հետազոտողների, մատենադարանի գիտնականները լինեն կամ անկախ հումանիտար ոլորտի գիտնականներ։ Կարծում եմ մտավորական այս համայնքը ուրիշ դիտանկյունով հետաքրքիր առաջարկներ կարող է անել, այնպես որ բավականին մեծ մասնագիտական բնակ ունեինք, այսպես ասած, եւ նաեւ ունեինք տեղի բնակիչներ, որտեւ ի վերջո իրենք ամենից լավն են ճանաչում իրենց թաղամասը, կարիքները, դժվարությունները, որտեւ բավականին դժվար միջավայրում ենք։ Մաշտոցի փողոցի ծայրն է, Կասկադին հարակից, գիտենք ինչ զարգացումներ են տեղի ունենում Կասկադում, աջ կողմը, ուր որ ժամանակին կուկուրուզը կար եւ այն հիմա ահագին մեծ թափով էլի շինարարական աշխատանքներ են տարվում, այնպես որ երթուղին նույնիսկ, այսինքն արտաքին շարժումը, թե ինչպես են մարդիկ գալիս մատենադարան եւ կգան ապագա այգում, բարդ է, այնպես եւ ռելիեֆը, տեղագրությունը ամենից բարդերից է, բայց ամենից բնորոշ է Երևանի եւ միակ այս տարածքն է լանջային, որ մնացել է, որ կարող ենք ի վերջո իրոք բնությանը, կանաչապատմանը, այգուն նվիրենք։ Եվ հետաքրքիր է այդ տեսլականների մասին եկեք խոսենք։ Հա, որպեսզի հասկանանք թե տեսլականները ինչպես մեջտեղ եկան, միգուցե խոսենք աշխատարանի ընթացքի մասին եւ թե ինչ վարժանքներով բոլոր մասնակիցները շուրջ 40 հոգի արտահայտվեցին այգու եւ տեղանքի հետ կապված։ Ինչպես Մարինան ասաց, նախ եւ առաջ ուզում էինք արժեքները հասկանալ, թե այգուն ինչ արժեք է ներկայացնում եւ մարդ յուրաքանչյուր մասնակից ինչպես է նպատակ պիտի ունենա, չէ՞, այգին ընդհանրապես ամեն մեկը մի պահանջ ունի, չէ՞, այգու հետ կապված։ Եվ ինչ ներդրում յուրաքանչյուր մասնակից կուզի դնել այգու նախագծման մեջ։ Ապա անցանք ավելի մշակութային վերլուծությանը, որպեսզի այգու ավելի նշանակության, էության մասին խոսենք, թե լավ, Երևան քաղաքում կան բավական շատ պուրակներ, կանանչ տարածքներ, այգին որպես մշակութային, այսպես ասած, դրսևորում արտահայտություն ժամանակակից շրջանում
օրինակ կա Սիրահարների այգին, որ ավելի մասնավոր էլի կազմակերպության կողմից արվեց եւ Շվեյցարիայից էր կենսապատկերի դիզայները, որ ավելի Ճապոնիայից ներշնչված ինչ որ այգի ստեղծեց։ Մի 3 օրինակ վերցրեցինք այգու, որ Երևանում կա, անգլիական այգին, Կոմիտասի Պանտեոնը այգին եւ Սիրահարների այգին, որպեսզի վերլուծենք, տեսնենք թե այդ այգիները ինչ են առաջարկում եւ արդյոք կան արժեքներ, որ մենք նույնպես կուզենք տեսնել Մատենադարանի այգում։ Ապա արդեն Մատենադարանի այգու մշակութային նշանակության մասին զրուցեցինք։ Ամենից աշխուժ վարժանքը տարածքը գնալ մագլցելներ եւ կարծում եմ յուրաքանչյուրս առաջի անգամներ որ այդ լանջը մագլցում էինք եւ կարծում եմ թե այդ տարածքում լինելը այսինքն այդ լանջը ամայի է ես այո այս պայն ամայի է այո լանջը ամբողջությամբ ամայի եւ թե կարևոր էր լինել այդ տարածքում այսինքն քայլել այդ տարածքով եւ թե դիրքը հասկանալ թե ընդհանրապես թանգարանի հետ կապված եւ քաղաքի համայնապատկերի հետ կապված եւ յուրաքանչյուր մասնակցի տրվեց մի ծրար, որպեսզի ամեն մեկը այդ տարածքից ինչ որ մի նմուշ հավաքի եւ այդ նմուշի հետ կապված բացատրություն տա իր համար ինչու է կարեւոր, ինչու է այդ նմուշը հավաքել, որ տարածքից է հավաքել եւ ինչ է այդ նմուշը պատմում տարածքի մասին։ Այսօրվա ցուցադրության մեջ կտեսնեք, որ այդ նյութադարան բուսադարանը նույնպես ցուցադրում ենք։ Իսկ քայլելուց հետո արդեն եկանք եւ բուն բուսաբանական ավելի քննարկումներ ունեցանք, օգտվելով Armenia Tree Project-ի տնկարաններում արկա բուսատեսակներից եւ նաեւ քանի որ տարածքը քայլել էինք, արդեն ուրիշ պատկերացմամբ մենք կարող ենք արդեն բուն նյութի մասին, ասեն բույսերի մասին խոսենք։ Իսկ արդեն այս բոլոր քննարկումները վերջում ամփոփեցինք քարտեզագրության մեջ փորձեցինք ձևավորման մոտեցում դրսևորել յուրաքանչյուր խումբ 6 խումբ էին մասնակցում 6 տարբեր տեսլականներ մեջտեղ բերեցին այդ 6-ի վերլուծությունն է որ մեր աշխատակազմի հետ արեցինք եւ ինձ միացավ նաեւ Կարին Պողոսյանը որ չնայած Նյու Յորք է ապրում բայց շատ է Հայաստան գալի որ ճարտարապետ քաղաքային պլանավորող է եւ միասին փորձեցինք հասկանալ թե այս 6 տեսլականները ինչ համընդհանուր տարրեր ունեն եւ տարբեր եւ այդպես է որ 3 այգու տեսլականները ստեղծվեցին Առաջին անգամ չի իրականում, որ այգին փորձ է արվում, այսինքն այս տարածքը փորձ է արվում այգու վերածել կամ որևէ կանաչ տարածքի վերածել։ Մենք նայում ենք մեր գործընկերները Մատենադարանից տնօրենը գտել էր առաջին դեռ տնօրենի Մատենադարանի նամակները, դիմումները քաղաքապետարանին, որտեղ խնդրում էին կանաչապատել, բայց բավականին խնդրահարույց տարածք է, որովհետև թեքել ու լանջը իջնում է հենց Մատենադարանի շենքի տակ։ Այսինքն տեխնիկական խնդիրներից ջրահեռացումից սկսած, որպեսզի առնվազն չվնասենք շենքին, վերջացրած են բուսատեսակները, որոնք կարող են աճել այդպիսի դարավանդ լանջի վրա, բավականին մեծ խնդիր էին։ Հիմա ուրախ ենք, որ նաև ժամանակակից գործիքակազմը թույլ է տալիս դրանց լուծումներ գտնել ու կկարողանանք անել։ Իսկ թե ինչը ոգեշնչեց առհասարակ Մատենադարանի պես պատմական միջավայրի հետ աշխատելու այդ ընթացքում Մատենադարանի պես պատմական միջավայրը ոգեշնչել, այսինքն մի վարքյան նույնիսկ կասկած չի եղել, նախաձեռնությունը Մատենադարանից եկավ, որպես գործընկերներ մենք Մատենադարանի հետ վաղուց աշխատում ենք ու մի շատ գեղեցիկ նախագիծ ենք անում, որը թղթի Մատենադարանի թղթածառի միջոցով վերականգնողական թղթի ստեղծման աշխատանքն է, որը նախկինում ներկրում էր Մատենադարանը, որպեսզի մեր ձեռագրերը վերականգնենք Հիմա աճեցնում ենք այն ծառը, թթի տեսակ է կոչվում է թղթածառ, որի ճյուղերից եւ ստեղծվում է իրականում այս թուղթը, բնական թուղթը, հիմա նույնիսկ փորձում եմ Մատենադարանը արտահանել այլ գործընկերների օգնել թանգարանների, այսինքն իրենք պարզապես այս նախաձեռնությամբ եկան, որպեսզի Մատենադարանի հետևի լանջը կանաչապատվի ու անմիջապես այն գիտեք նշաձողը, որ ունի Մատենադարանը, թույլ չէր տալիս պարզապես ծառեր տալ Մատենադարանին Միասին սկսեցինք մտածել, ահա կոլեկտիվը մեթոդաբանություն բերեց ու այն ամեն ինչի ինչ եղավ, հույս ունենք, որ իսկապես արժանի շարունակություն է կլինի այդ փորձառության եւ գործընթացը շատ կարեւոր է։ Ինչպես եւ, չգիտեմ, մատենագրության մեջ, երբ որ ուշադրությունը ամեն տարին ու ձեռագրին, այդպես էլ այգում հնարավոր էր արդյունքը ստանալ առանց գործընթացի։ Պարզապես այդ արդյունքը բերել ու դնել Մատենադարանի լանջում
Բայց մենք կարծում ենք, որ որևէ քայլ է այս գործընթացի մեջ նույնքան կարևոր է, ինչքան վերջնական արդյունքը, որովհետև այդ նշաձողն է պահելու։ Այն որակի մասնագետները, որոնք ներգրավվելու են, այն հոգացությունը, որ բոլորս իսկապես ունենք այդ սրտացավությունն ու ոգեշնչումը, հույս ունենք, որ արժանի որակի արդյունք կստանանք ի վերջո Մատենադարանի համար։ Ես կուզեի նաև գործառույթից խոսենք, թե ինչ է իրենից ներկայացնելու ի վերջո այդ տարածքը, բացի այն, որ մենք կանաչապատում ենք եւ հաճելի ճեմուղի է լինելու, ինչ գործառույթ է այն ունենալու, հենց թեկուս մշակութային տեսանկյունից։ Հա, տեսեք, 3 այգու տեսլականները, որ ներկայացնում ենք, միգուցե դրանք արդեն հանրությանը կարող ենք ներկայացնել նաև, 3-ը ունեն շատ հարազատ գործառույթներ, որտեղ ի վերջո բոլորը ասացին, որ սա խաղաղության, հանգստի, ներշնչանքի միջավայր պետք է լինի, բայց կենտրոնականը կարծեմ պետք է լինի, որ Մատենադարանի փորձառությունը, այցելուի փորձառությունը պետք է լրացնի, հարստացնի։ Առաջին տեսլականը, որ այս բան ձևակերպված է որպես հայկական այգի, շեշտադրումը կենցաբազմազանության վրա է եւ բնական օրգանիկ դրսևորման, այսինքն ճեմուղիները լինեն ոլորապտույտ, դարավանդային անպայման լինի այգին, յուրաքանչյուր 3 տեսլականների մեջ դիրքը նույնն է, այսինքն դարավանդային այգի կլինի, եւ լինեն օրինակ հատվածներ, որ ավելի կրթական գիտական գոտի կարող են լինել, որպեսզի ամբողջ հարուստ բուսագիտական ժառանգությունը Մատենադարանի ձեռագրերի արտացոլվեն նաև այգում, այսինքն երբ այցելուն ինչ-որ իմաստով ներողություն հետազոտության տարածք էլ դա պիտի Այո, այսինքն բույսերը ճանաչելու, ծանոթանալու, նույնիսկ մի այս տեսակ գաղափար ենք ցուցադրության մեջտեղ բերում, շրջանաձև հոգատարություն արդյոք հնարավոր կլինի, երբ այգին արդեն կանաչ լինի, ծաղկի, Armenian Tree Project-ի բուսաբանները եւ թանգարանի մանկավարժները միասին տարվա ընթացքին իրականացեն սերմահավաք տարբեր բույսերից եւ այդ սերմերը վերստին տնկարանում Armenian Tree Project-ի ցանվեն եւ նոր բույս, նոր կյանք եւ նոր համագործակցությունների առիթ ստեղծեն։ Այսինքն մեզ համար ամենից կարևորը Մատենադարանի այգին լինի, այսինքն հիմքը հենց Մատենադարանի արժեքները լինեն եւ ձեռագրական ամբողջ միջնադարյան ժառանգությունը ներկայացված լինի շատ տարբեր ձևերով, անշուշտ կրթական գոտին դա առաջնահերթություններից է։ Բալասանի մասին միգուցե նաև նշենք, Մատենադարանը վերջերս բավականին վաղուց հետազոտություն 20 տարուց ավել հետազոտություններ էր անում միջնադարյան ձեռագրերի մեջ գտնելու այն չգիտեմ դարմանները, բալասանները, որոնք օգտագործվել են ավանդաբար ու մի շատ հետաքրքիր բաղադրատոմս էին գտել, որը արխայական ըմպելիքն էր, որը հիմա արդեն փաթեթավորվել, ձևակերպվել է ու նորացված ձևաչափով նաև մատուցվում է ու վաճառվում է Մատենադարանում, կոչվում է մատենից։ Մենք շատ ոգեշնչված ենք այդ փորձով, արխայական ըմպելիքը փաստորեն գաղտնազերծված է։ Ինքը ալկոհոլային ոչ, ալկոհոլային խմիչք է, բալասան է, որը կարող եք փորձել, այդպիսի օրինակներ իհարկե կան շատ ազգերի մոտ, որ խոտաբույսերի հիմքի վրա ալկոհոլային խմիչքներ, բալասաններ են ստեղծում, շատ հետաքրքիր համերի համադրություն է եւ այդ բույսերը բոլորը աճում են Հայաստանում, հիմա էլ աճում են, այսինքն նույնիսկ այդ բույսերը, որ դուք կարող եք ունենալով Մատենադարանում ձեր տեսողական այդ ամբողջ փորձառությունը գնալ դեպի այգի ունենալ այդ հոտերի, գույների ու բազմազանության փորձառությունը, դա մեծ իսկապես լրացնում է ձեր փորձը ժառանգության վերաբերյալ ձեր ընկալումները, այսինքն դու տեսնում ես մշակութային ժառանգություն, հետո միանգամից առնչվում ես, ոչ միայն տեսնում ես բնական ժառանգությունը ու հույս ունենք այսպես հարստացած, ազնվացած դուրս են գալիս մարդիկ այդ ամբողջից։ Կա միջազգային այդպիսի փորձ, նախադեպ, նմանատիպ, ասենք կոնկրետ լանդշաֆտերի ձևավորման, մոտեցման, որը շատ ուշադրություն կլինի։ Շատ կան յուրաքանչյուր այգի Ճապոնիայում դա է, ես վերջերս Տոկիոյում գնացի 1700 թվականի ծաղկողմի այգում, ուր այգու ամբողջ գաղափարական ու տարածական լուծումները թարգմանում են ճապոնական դասական բանաստեղծության պատկերները։
Սա դա ուրիշ տեղ, այսինքն ինչ որ մի միջավայր, դա այդ բանաստեղծության մի քարյակի դրսևորումն է։ Բայց վերջերս Փարիզում շատ գեղեցիկ մի նախագիծ իրականացվեց, դե տասնյակ տարիներ տևեց, ասեմ մի քանի տարի անշուշտ, եւ դա ներկայացրեցինք բոլոր մասնակիցներին, ուրեմն Փարիզի ազգային գրադարանի մի քանի մասնաճյուղ կա, մի մասնաճյուղի այգու նոր այգու ստեղծումն է, որ շատ հեղինակավոր մի այգեգործ, չնայած ինքը լանդշաֆտի կենսապատկերի դիզայներ է, ճարտարապետ եւ այն, բայց ինքը իրեն ասում է այգեգործ Ժիլ Կլեմանն է հեղինակել եւ այդ այգին, քանի որ ազգային գրադարանի այգին է, ամբողջ բուսատեսակները, որ ընտրել են, այն բուսատեսակներն են, որ գրի եւ թղթի մշակույթի մեջ օգտագործվել է։ Այսինքն նույնպես ազգային գրադարան այցելող ընթերցողները, այցելուները, երբ այգու մեջ են արդեն շրջում, կարող են ծանոթանալ այն ծառատեսակներին, բուսատեսակներին, որ դարեր շարունակ տարբեր մշակույթներում թղթի կամ գրելու մշակույթի մեջ օգտագործվել են։ Այսինքն շատ կան եւ հույս ունեմ, որ այս մատանադարանի այգու նախագիծը դառնա նույնիսկ ինչ որ ձևաչափ, որ մեր երկրի որևէ նոր մշակութային կառույց որ ստեղծվի, միգուցե օրենք դառնա, որ մշակութային կառույց դա նշանակում է ինչ որ ներքին տարածք եւ արտաքին տարածք, եւ այդ արտաքին տարածքը թող լինի այգի։ Օրինակ Սիսիանի պատմության թանգարանի դիմաց շատ գեղեցիկ պուրակ կա, այդքան խնամված չէ, կամ Կոմիտաս թանգարանի դիմաց դա Պանտեոն է, այսինքն այս տեսակ ինչ որ ձևաչափ կա, բայց միգուցե արդեն տանենք դեպի օրենք։ Այո։ Եվ հետաքրքիր է, որ ունենա իր կոնցեպտուալ լուծումը, այսինքն ուղղակի գեղեցիկ էսթետիկա, բայց այսինքն աչք շոյող միջավայրը դառնա նաև ինչ որ իմաստով հաղորդագրություն փոխանցող նաև ինչ ոչ։ Ես առաջին հայեցակարգ ներկայացրեցի, բայց երկրորդ, երրորդ ներկայացի, կարճ ներկայացնեմ։ Երկրորդը դա մի ավելի խմբի առաջարկի հիման վրա ստեղծվեց, երբ քայլեցինք տարածքով, տարածքը ինքնին ճիշտ կարծես արտահայտում էր, որ սա պետք է լինի խաղողի այգու տարածք։ Այսինքն մի բուսատեսակ, անշուշտ վարդեր եւ այն կարելի ավելացնել, որտեղ ընդհանրապես կան, չէ՞, խաղողի այգիներում եւ պատկերացրեք այդ քամին, որ հյուսիսից գալիս է, իջնում է քաղաք, վարդի բույրով իջնի, բայց խաղողի այգու տարբերակը մի քիչ սահմանափակում է, այսինքն եթե մենք ուզում ենք մեջտեղ բերել կենսաբազմազանությունը, դա արդեն մի ուղղվածություն է տալիս, բայց այդ այգին դարձնում է այգի այցեքարտ, այսպես ասած, այսինքն մայրաքաղաքը ունի statement garden։ Արդեն հանրությունը եւ գիտխորհուրդները կորոշեն, որ այցակարգը, իսկ երրորդը երկու խմբի ավելի մտքերի համադրումն է, անվանեցինք խորհրդատության այգի եւ մի քիչ ավելի լայն տարածքների, բաց տարածքների, ավելի խորհրդային շրջանի ու մասնավորապես արդիության շրջանի ճարտարապետական մտքի թարգմանությունն է, որը նաեւ կունենա ինչ որ ջրային մակերես, չնայած առաջարկի մեջ նույնպես ցայտաղբյուրներ անպայման ցանկանում ենք լինենք, որովհետև մագլցելու ենք պետք է նաև ջուրը ներկա լինի, բայց ջրային մակերեսների մասին շատերը խոսեցին, որպեսզի նաև ընթերցանությանը խթան լինի, չէ՞ որ ջուրի ձայնը եւ հոսքը շատ խաղաղեցնող, շատ հանգստացնող ինչ որ ռիթմ ունի, որը նաև կկարողանա լրացնի մատանադարանի փորձառությունը, ու մարդիկ այդ դարավանների վրա նստեն կամ նույնիսկ պարկեն, շատերը ասացին թող տարածքնի, որ մարդիկ կարողանան նաև պարկել եւ ընթերցեն։ Դե մենք գիտենք նաև մեր տարածք ամռանը որքան շոկ է լինում, այն արդյոք կնպաստի նաև հենց այդ ժամանակաշրջանում դուրս գալ փակ տարածքներից եւ ուղղակի այնտեղ ինչ որ մի անկյուն գտնել կլինի, անշուշտ, այո, դա նախատեսված է ստվերել կլինի։ Մենք նայում ենք շատ տարբեր շերտերի տեսանկյունից սրան, նույն կանաչ տարածքների օդի մաքրության տեսանկյունից, այսինքն զուտ բնապահպանական տեսանկյունից Երևանը
ունի իսկապես կարիք ունի կանաչ գոտիների։ Ու եթե սա համարենք այն կանաչ գոտին, որը այսպես նույնիսկ հայեցակարգորեն միանում է կասկադին, շարունակվում է դեպի հաղթանակի զբոսայգի, մենք կանաչ գոտի ենք ստեղծում, որը միշտ եղել է։ Նորքի լանջը միշտ եղել է կանաչապատ այգիները, դեպի ներքև արդեն Ծիծեռնակաբեր, Դալմա եւ այլն, այսինքն մենք այս կանաչ գոտու որպես կանաչ քաղաք ենք նախագծված եղել նախնական տեսլականով, որը շատ առաջադեմ է շատ ժամանակակից։ Մյուս տեսանկյունից, երբ որ մենք նայում ենք մարդկանց ակտիվության, մասնակցության, ու նույնիսկ եթե ուզում եք քաղաքական կամ հասարակական ակտիվության տեսանկյունից, մենք ստեղծում ենք այդ փոքր առիթները, որոնք եվրոպական մշակույթն անվանում է միկրոռեֆերենդումներ կամ փոքր քվեարկությունների առիթներ։ Երբ որ դու մեծ որոշումների միջակայքում, այսպես ասած, ունես այդ իրավունքը, որ ազդես, ինչ որ ազդեցության լծակներ ունենաս որոշումների կայացման վրա, այսինքն քաղաքաշինությունը օրինակ, որտեղ պետք է հրապարակներ լինեն, որտեղ պուրակներ, քո տրանսպորտի փորձառությունն ինչպիսին է, կարող է նաև քո որոշումը լինել։ Ու մշակութային շերտը, անշուշտ, երբ աշխարհի մեծագույն ու լավագույն թանգարանները ունեն կանաչ փորձառության շարունակություն, որևէ մեկի մասին մենք հիմա գործընկերային հարաբերություններ ունեն Գյուլբենկյանի թանգարանի հետ, այն այգին, որ Գյուլբենկյանն ունի, իսկապես շատ էական նշանակություն ունի թանգարանի համար, եթե շարունակությունը չի, եթե համազոր շարունակությունը չի, ապա իսկապես շատ էական նշանակություն ունեցող հատված է։ Ուզում ենք այդ նաև մշակութային չափորոշիչը ու նշաձողը դնել մեր այցելուների համար, որովհետև սա կրթական միջավայր է, առաջին հերթին սովորեցնում է, հետո արդեն տալիս է այդ նստվածքները, որ դու տանում ես քեզ այդ թանգարանից։ Շատ լավ, մեր հաղորդումը ավարտվում է, փորձենք ամփոփել։ Ի վերջո խորագիրը շատ խոստումնալից է, այգ է բացվում։ Եվ հետաքրքիր է թե երբ է ակնկալվում տեսնել նախագծի առաջին քայլերը հենց տարածքում։ Հենց հիմա սկսվել են արդեն առաջին քայլերը, այսինքն ցուցահանդեսը խորհրդանշում է եւ նաեւ հանրությանը ներկայացնում է այն արդյունքները, որը եղել է համաստեղծման ժամանակ։ Այս տարի շատ կարևոր տարի է Հայաստանի համար կենսաբազմազանության, այո, կենսաբազմազանության COP17 միջոցառումն ենք հյուրընկալում եւ հույս ունենք, որ առաջին, այսպես ասած, բացումը կլինի այս տարվա աշնանը հոկտեմբերին։ Դա անշուշտ այգի չի լինի դեռ, որովհետեւ գիտեք, այգին շատ երկարատև գործընթաց է, բայց մենք ակնկալում ենք, որ առնվազն հիմնական հողային աշխատանքները, դարավանդի կարգավորումը, ոռոգումը այդ ընթացքում եւ առաջին ծառատունկը կկարողանանք սկսել, որպեսզի COP-ին ներկայանա այգին որպես հիմնական միջոցառումներից մեկը։ Բայց աշխատանքները հենց հիմա սկսվում են։ Այգի երբ կդառնա։ Ավանդույթն ասում է այգին հավերժ աշխատանք է, բայց անշուշտ մի քանի տարի, 3-ից 4 տարի հետո նոր դու տեսնում ես, որ դա այգի է, որտեղ եւ ստվեր է ամբողջական եւ ջեմուղիներ, մենք անշուշտ մեծ ծառեր ենք փորձելու այդտեղ տեղադրել, որտեղ որ ծառեր են նախատեսված, որպեսզի այսպես մացառոտ չլինի, բայց այգին իր դինամիկան ունի եւ չի սիրում շտապողականություն։ Ամբողջ իմաստն է, որ այգին այս մեր շտապողական ու անհետ տեմպի մեջ ինքը տալիս է այդ ջեմելու, դանդաղ մտածելու ու ռեֆլեքսիայի հնարավորությունը։ Շատ լավ, Անայրի հավելելու որևէ բան։ Բոլորին հրավիրում ենք Մատենադարան, ցուցադրությունը Մատենադարանի գիտական մասնաշենքի ջեմասրահում է։ 1 ամիս բաց կլինի, 3 շաբթից շաբաթ օրը ժամը 10-ից 6-ը մի շարք միջոցառումներ կկազմակերպենք հենց ցուցասրահում, շաբաթ օրը գալիք, շաբաթ օրը առավոտյան 10-11-ին համադրողական շրջայց կիրականացնենք, ապա կլոր սեղանք իրականացնենք մասնակիցների հետ եւ շահառուների հետ, այսինքն միշտ կփորձենք մինչեւ COP17 եւ անդին կփորձենք միշտ այս նախագծի զարգացումը հանրության հետ կիսվենք, մասնագիտական խավին յուրաքանչյուր բաժնի համար ընդգրկել, հույս ունենք, որ շուտով կճեմենք։ Շատ լավ, շնորհակալություն, սիրելի ռադիո լսող, մենք այսօր խոսում էինք Մատենադարանում օրերս բացված այգ է բացվում, Մատենադարանի այգու տեսլականը խորագրով բացառիկ նախագծի մասին։ Իմ հյուրերն էին նախագծի իրականացնողները, նախագծի ղեկավար համադրող Նայիրի Խաչատուրյան եւ Armenia Tree Project ռազմավարական գործընկերությունների եւ ազդեցության հարցերով տնօրեն Մարինա Մխիթարյանը։ Զրույցը վարեց Նազելի Օհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն